Առանց քաղցր թե համարվում է ջուր թե չէ, շատ լավ հարց է, որովհետև շատերը մտածում են, երբ որ խոսում ենք ջուր խմելու մասին, մտածում են, որ պետք է օրվա ընթացքում մի քանի անգամ մոտենան ծորակին մի բաժակ ջուր լցնել, մի անգամից խմել ու գնալ։ Իհարկե այդպես չի, ջուր խմելու արվեստ կա, մոտեցում կա, եւ թեյը առանց քաղցրի, առանց կաթի թեյ խմելը նաև կարա լրացնի ջրի պահանջի մի մասը։ Ես այսպես եմ անում, վերցնում եմ մի բաժակ ջուր, սկզբից ավելացնում եմ գոլ ջուր, որովհետև բույսերի վրա եղման ջուր չեն լցնում։ Վերցնում ենք գդալ։ Ունեմ այսենց թեյ, որը պատրաստված է 5 խոտաբույսերից, կանաչ թեյ, սև թեյ, հիլ, կաֆեին, լիմոն, մեջը կաղակօքսիդանտներ, որոնք արագացնում են նյութափոխանակությունը, շատ հեշտ է պատրաստել, ընդամենը ջրի մեջ լուծում ենք, խառնում ենք ջրի մեջ ու հետո ավելացնում ենք տաք ջուր։ Օգնում է լրացնել ջրի քանակը օրվա ընթացքում, էներգիա տալիս, սուրճ ավելի քիչ ես ուզում խմես, քաղցր ավելի քիչ ես ուզում ուտես, ավելացնում եմ նաև ալոե վերան։ Իմիջիալս մեր բույսական ըմպելիքը նվազեցնում է ոչ միայն քաղցրի պահանջը, այլ օգնում է, որպեսզի ավելի հեշտ, ավելի արագ կշտանաս, հագենաս։ Իսկ եթե արագ ես հագենում, ավելի քիչ ես ուտում, բարձր դա օգնում է նիհարել։ Պլյուս, երբ որ խմում ես բույսական ըմպելիքը, օրվա մեջ մոտ 100 կիլոկալորիա ավելի շատ է այրում, որտեղ էներգիան շատ է։ Ավելացնում եմ իմ թեյի մեջ ալոե վերան, ինքը պարունակում է եւ երիցուկ, եւ լիմոն, դառնություն չունի, դեղ չի, հանգիստ կարող եք խմել, այսպես խառնած իրար հետ, եւ օրվա ընթացքում 8 բաժակ սենց, դա մոտավորապես 2 լիտր ջուր, դա նույնիսկ ավելի 2.5 լիտր ջուր կստանամ։ Խմում եմ գոլ վիճակում, ինքը շատ հաճելի համունի, հանում է այտուցները, լավացնում է մարսողությունը, լավացնում է իմունիտետը, էներգիա տալիս, մաշկի որակը լավացնում եւ իհարկե տրամադրությունը բարձրացնում, որովհետեւ երբ որ էներգիան շատ է, դու հավեսով ես անում ամեն ինչ, իսկ որ տեսնում ես քո արդյունքները, տրամադրությունը միլիոն է դու։ Ինձ որ ավելացեք ջրի մեջ մեր բույսական ըմպելիքները եւ ստացեք ձեր լավ արդյունքները։ Ամեն շատ համով է։ Այդտենց սպասում եմ ձեր նամակներին, կարող եք ցանկացած երկրից ու քաղաքից պատվի։